ինչպես է ստացվում, որ ամեն անգամ, երբ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալաշքյուր Փաշազադեն անդրադառնում է հայ առաքելական եկեղեցուն, նշելով, որ խաթարում է խաղաղության գործընթացը, Երևանում պրոցեսներ են սկսվում, կալանավորվում են հոգևորականներ, հնարավոր է, որ ձեր կողմից հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումը Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի մի մաս է կազմում։ Նախ սկսենք նրանից, որ իմ կողմից հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա։ Ես ուզում եմ մենք արձանագրենք հետևյալը։ Ուրեմն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու թղթերում որևէ տեղ գրած չի, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը եւ եկեղեցին նույնական են։ Որևէ տեղ գրված չի, որ եպիսկոպոսը եւ եկեղեցին նույնական են։ Հայաստանյաց առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են մի շարք, եթե ոչ բազմաթիվ դեպքեր, երբ օրինակ կաթողիկոսը պաշտոնանկ է արվել, հրաժարական է տվել եւ գնացել։ Այսինքն իսկ ինչ է տեղի ունեցել դրանից հետո։ Դրանից հետո ինչ է տեղի ունեցել։ Մենք դրա արդյունքում եկեղեցին փլուզվել է, ոչ չի փլուզվել։ Էլ չեմ ասում նախկինում Հայաստանում դեպքեր եղել են, երբ որ եպիսկոպոս քրեական պատասխանատվության է ենթարկվել եւ տարիներ է անցկացրել բանտում։ Հիմա իմիջայլոց, եթե ես իմ լրագրողական տարիներից եմ դա հիշում, բայց ես հասկանում եմ, որ մեր իրականության մեջ այդ հիշողությունը չկա։